Միջազգային լրահոսն այսօր։ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը, այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը ուղղված Մարգարա Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին, գրել է նա։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դատավարության համար։ Այս մասին հայտնում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Սիրիական պետության ղեկավար Ահմեդ Ալ-Շարային։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտքոֆը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել։ Ուիտքոֆն այս մասին ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի ժամանակ։ Ուիտքոֆը արձագանքել է Կարլսոնի այն պնդմանը, թե ռուսական իշխանությունները հրաժարվում են որևէ համաձայնագիր ստորագրել Վլադիմիր Զելենսկու հետ, նրան մեղադրելով ոչ լեգիտիմության մեջ, քանի որ հերթական նախագահական ընտրությունները Ուկրաինայում չեն կայացել։ Լրագրողներից մեկը Ուիտքոֆին հարցրել է, թե արդյոք այնտեղ ընտրություններ կանցկացվեն։ Այո, կանեն, նրանք համաձայնել են դրան, Ուկրաինայում ընտրություններ լինելու են։ Նա սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ով է Կիևում ասել այդ մասին եւ երբ կարող է տեղի ունենալ քվեարկությունը։ Կիևը դեռևս չի մեկնաբանել այս խոսքերը։ Հիշեցնենք, փետրվարի 2-ին Վլադիմիր Պուտինը Զելենսկիին անվանել էր պետության նախկին ղեկավար։ Իսկ դեռևս հունվարի վերջին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել էր Զելենսկու հետ հաշտության պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, քանի որ Պուտինի կարծիքով իր ոչ լեգիտիմության պատճառով նա իրավունք չունի որևէ բան ստորագրել։ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը շատ հպանցիկ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս Ուիտքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունենա եւ հաջողության հասնելու հնարավորություն տեսնի։ Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչու պիտի իմ ժամանակը ծախսեմ, կամ որ ավելի վատ է Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ։ Ինչու պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ հակամարտություն ավարտել երկխոսությամբ։ Բայց արդյունքում էլ չկարողանանք անել դա։ Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում, մենք դա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող։ Ընդ որում այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նույնը վերաբերվում է Ադրբեջանին ու Հայաստանին, ասել է Ուիտքոֆը։ Սակայն Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը այդպես էլ չի հստակեցրել ԱՄՆ-ն ժամանակ ծախսելու է հայ-ադրբեջանական կարգավորման վրա, թե ոչ։ Իսրայելի բանակը հրաման է ստացել խոցել Լիբանանի տասնյակ թիրախների պատասխան Իսրայելի հյուսիսային հատվածի հրթիռակոծման։ Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Որպես այսօր առավոտյան հրթիռակոծման պատասխան պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրաման է տվել գործել վճռական ընդդեմ Լիբանանի ահաբեկչական օբյեկտների, նշված է հայտարարության մեջ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցում են Լիբանանի հարավում շիա զինված խմբավորման Հեզբոլլահի օբյեկտները։ Ռոջերսի փոխանցմամբ Լիբանանում 2 զոհ ու 8 վիրավոր կա։ Նշենք նաև, որ Իսրայելի զինվորականները 2024 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ են արձանագրել երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք երկուշաբթի։